ասում այսօր մենք Եվրոպան այդքան գումարներ ծախսեց օրգանիկ Հայաստանում արտադրանքի, բայց այսօր մենք Եվրոպայում օրգանիկ արտադրանք չունենք։ Ձգնաբուծական կա, որ $10,000 օրը մենակ պետքա կերի տա։ Այսինքն վիճակը։ Հիմա այդ փողերը որ քանի որ արտանում կանգնած է Ռուսաստանի, արդեն ինքը այդ կերը չի կարող տա։ Եթե կերը չի կարող, արտադրություն կա, ձուկը հետ է գնում, այսինքն 2 կիլոնը ձուկը դառնում է 5 կիլո։ Անջրպետ կա երկուսի բիզնեսի եւ պետական համակարգի մեջ։ Այս անջրպետը պետքա վերանա։ Պետական եւ ֆերմերների հատկապես միջին ու փոքր կամ որոշ ապրանքներ թող դառնա միասնական մի հատ բրենդ, ոնց որ ասենք 20 հատ բան արտադրող է, հա, ասենք, լավ չի ասեմ։ Այդ 20-ը իրան, բայց իր հետ հավաքում ես մի ֆուր ապրանք չունեն։ Դրա համար միգուցե ծավալի խնդիր կա։ Այսինքն մասնավոր սեկտորն էլ է, կամած ինչ որ բաներ անում է, բայց կարող է այստեղ պետք է պետական սեկտորն ավելի ակտիվ լինի։ Երեք խոսեցի, որպեսզի օթայինով փորձենք, օթայինով ոչ մի ավիակամպանիա, բացի Flyone-ից, որը շատ քիչ տարավ, համաձայն չի այն փաթեթավորումը, որ հայկական կա ծաղիկների հետ, արկղերի մեջ, sense դրած բանման չէ, իրանք պետք է ունեն ոսող պալետներով, հատուկ ստանդարտներով պետք է ունեն, որ Եվրոպան ընդունի։ Բայց մեզ ամենամեծ սխալը, որ հայերին այդ կողմից նեղելն է։ Հենց այդ գաղափարը, որ հայերին առևտրական ճյուղի կողմից գործ չունեն նեղել, որովհետև այդ միանգամից ամեն մեկի գլուխը միլիոնի վրա աշխատում։ Ուղղակի պետությունը պետք է այս արագությամբ էլ հասցնի։ Ասում եմ, որ պետք է այնտեղ բազա ունենանք, ուրեմն պետք է բազա ունենանք։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրը Export Armenia եւ Made by Armenians հասարակական կազմակերպությունների համահիմնադիր Արա Մարությանն է։ Պարոն Մարությանը զբաղվում է արտահանման խնդիրներով, լոգիստիկայով եւ այլն։ Բարև ձեզ, պարոն Մարության, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հետ կիսվել ձեր տպավորություններով այն մասին, թե ինչ է կատարվում հիմա հայկական շուկայում, արտահանողների շրջանում, բայց մինչ անդրադառնալը այսօրվա վիճակի մասին, եկեք հասկանանք, կարող էինք այնպես անել, մեր կառավարությունը կարող էր այնպես անել, այնպիսի քայլերով գնալ, որ ռուսական շուկան չփակեր մուտքը հայկական ապրանքների համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչպես նշեցիք, Made by Armenians դա մոտ 2-3 տարվա պատմություն ունի եւ Export Armenian մոտ 8-9 տարվա։ Այսինքն Export Armenia-ի թիմով բավականին քայլեր արել էինք, որպեսզի ինչ որտեղ հներ արտահանումը դիվերսիֆիկացված, ոչ միայն Ռուսաստան եւ այլ ինչ որ բաներ կազմակ արեցինք, լսեցին, բայց չարվեց գործեր, ցավոք այս 8 տարվա ընթացքում ինչ որ բաներ մենք կարողացանք անել, այսինքն կարողացանք մոտ մի 30-40 հանդիպում անել արտադրողների, արտահանողների, դրսի դիստրիբյուտորների, մի տրեյնինգներ եւ այլ, որը որ միանգամից նշեմ, ցանկացած ոչ մի բան չի եղել, ոչ գրանտային, ոչ պետական աջակցության ծրագրերով, սովորական մեր այդպես աշխատանքներն էր։ Միևնույն ժամանակ սկսած արդեն 22-23 թվականից սկսեցինք դիմել պետական մարմիններին, ընդհանուր մինչև վարչապետ, որ անհրաժեշտություն կա ստեղծելու արտահանման հատուկ կառուցվածք։ Կլինի դա գործակալություն, կլինի կից կառույց։ Ես բերեմ մենակ ռեցի օրինակը, Российский էքսպորտ ցենտրի եւ բոլոր երկրների տարբեր կառույցներում կան, որոնք ինչեւ անգամ ունեն Հայաստանում կառույց բավականին լուրջ, կազմակերպում են անվճար, հա, ուղևորություններ արտադրողների Հայաստան, ստեղից գնորդների, այցելություններ ռուսական նահանգներ տարբեր, որ ծանոթանան ապրանքին։ Դրանից հետո գալիս են զրույցներից հետո նորից ֆիդբեքով նորից դիմում են։ Իսկ ինչ եղավ, ինչը ձեր դուրը չեկավ, ինչ, այսինքն դա դրված է շատ բարձր արտահանում, բարձր մակարդակի։ Ցանկացած երկրում բավականին լուրջ մակարդակ։ Ցավոք մեր մոտ դա այդ աշճանի կառույցը չստեղծվեց մինչև հիմա եւ ինչքան հասկացա նոր Եվրոմիության ծրագրով ցանկություն կա այդ կառույցը ստեղծելու։ Այդ կառույցը Այսինքն ինչ պետք է անի այդ կառույցը, եթե մի քիչ ավելի པարզ էլի խոսենք բացված։ Իմ առաջարկը, որ ես այդ կառույցի մեջ ինքը այսօր արդեն պետք է կառույցի փոխարեն լինի նաև օպերատիվ շտաբ։ Այդ նույն օպերատիվ շտաբը եղել է 90-ականներին Թուրքմենիայի, ասենք գազի հետ կապված բան։ Այսօր արդեն քանի որ դրությունը շատ ավելի լուրջ է, կարենք ստեղծենք այդ շտաբը օպերատիվ, որը կարա 24 ժամ պետք է աշխատի։ Ինչ հարց պետք է լուծի։ Շուկաների գտնում, տրված միջոցների ճիշտ օգտագործում,
Եվ դրանք այնքան օգտագործելով լրիվ պոտենցիալ, օգտագործելով մեր երկրի դեսպաններին, օգտագործելով ստեղի Եվրոմիության դեսպաններին, օգտագործելով մարդու այդ Հայաստանի այդ համբանի, հա, Սփյուռքի անձնակատարի այդ ներկայացչական սաստավը, օգտագործելով բիզնես թիմերը բոլոր։ Մի խոսքով բոլորը պետք է մտնեն աշխատանքի մեջ, որպեսզի այս րոպեին որոշակի տեսեք ինչ է կատարվում։ Եթե այսօր Ռուսաստանը փակել է մոտավորապես մի քանի ապրանքների գծով, գիտեք 80-90% դա խմիչքներն են, հա, ասենք գյուղմթերքն է, հա, ձուկ եւ այլն։ Դրանք շատ լուրջ խնդիրներ են, դրանք ուղղակի գործարաններ չեն բանան, որ 90%-ը տվել են, դրանց հետևը կանգնած են մարդիկ, ֆերմերներ, դրանց հետևը մատակարարներ տարբեր, որոնք ասենք մատակարարում են գործարաններին, գործարանները այսօր խնդիրներ ունեն։ Արդեն իրացնում, այսինքն համակարգ է, հա, ցնցումների մեջ են հիմա գործարանը չգիտի ինքը վերցնի ումնա ծախել 80-90%-ը տվել է Ռուսաստանին, հա, փաղացոների։ Հիմա նոր շուկաները գտնելը այդքան հեշտ չի եւ դրա համար որ ժամանակին մենք այդքան բան էինք անում, որ պետքա սա էլ, այս միջոցները ձեռնարկվի, իհարկե մենք խնդիրներ ունենք, լոգիստիկ, փակ համակարգ, ապրանքի թանգլնել, գազ, ամեն ինչ, ինքը բերում էր ապրանքի ինքնարժեքի բարձր մակարդակի, նույն ձև ասենք նույն խնդիրները սխալ եղավ նաև օրգանիկ արտադրանքի հետ, փաստորեն այսօր մենք Եվրոպան այդքան գումարներ ծախսեց օրգանիկ Հայաստանում արտադրանքի, բայց այսօր մենք Եվրոպայում օրգանիկ արտադրանք չունենք։ Այսինքն այն բաները, որ մենք զգուշացնում որ պետք է սկսել վաճառքից նոր գալ թե ինչ կարելի է արտադրել, դա մեր մոտ այդ ձև չդիտվեց, ասենք նայեցին լորիում կարելի է բրոկոլի արտադրել, այստեղ էս արտադրել, հա, իրենք մտածեն որ լավ ալն բրոկոլի, կամ եղել էդի կարելի է հանգիստ արդեն արտահանել, բայց այսօր կանգնած ենք շատ լուրջ խնդիրների առաջ, որտեղ Ռուսաստանը տանում էր, ավելի հեշտ էր լեզու գտնել, տարբեր ձևի, ասենք, չմտնենք ստրուկտանա եւ ավելի լավ ապրանք էր, մեկ էլ պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը սանկցիաների պատճառով ուրիշ երկրներից նմանատիպ ապրանքներ եվրոպական բերելը դժվարացավ, նույնիսկ խնդիրների պատճառով Հայաստանի համար բացվել շուկան, հա։ Հիմա ինչ կատարվեց։ Հիմա որ իրանք փակել են, ենթադրենք մենք հույս ունենք, որ մի ամիս, երկու ամիս հետո կբացեն, բայց այդ ինչ նշանակում որ կբացվի դու էլի 100%-ը։ Դա այդ դարակները արդեն լցվեցին։ Այն ապրանքները, որ հայկական են, երբեք ոչ մեկի մտքով չանցնի, որ դարակը պետք է մնար, այդ ցանցը առևտրային պետք է թողեր, որ ինչ որ այդտեղ դատարկ մնա։ Իրանք լցվեցին 1000 տեղի ապրանքներով, մերոնք որպեսի մտնեին այդ շուկաների այդ դարակները պետք է տասնյակ տարիներ, 100,000-ավոր, 13,000-ավոր դոլարներ, որ գրավեին, դա կոռուպցիա էր, էներ 1000 տեսակի բաներ կա, լավ ապրանք, էտիկետ կա, կապեր։ Հիմա դա արդեն միանգամից կարծես թե կանգնեց։ Հիմա նորից պետք է ռեստարտ անենք, անգամ եթե բացվեց նաև բան, արդեն եթե դու 100% էի տալի, այսօր 2020-30-ը կարողանաս, այն պետք է այն ապրանք ալնի, որ դառնա մրցունակ Ռուսաստանի համար, այսինքն մենք սա մի հարց չի բում, պետք է մենք սկսենք արդեն շատ լուրջ տարբեր ուղղություններով, հիմա ոնց ենք մենք պատկերացնում, ոնց եմ ես պատկերացնում, դա արդեն երկրորդ թեման է, հետևանը ասենք դրան։ Բայց մինչ այդ փորձենք հասկանալ, դուք ասում եք, որ Ռուսաստանում այդքան գումարներ է պահանջվել տարիներ, որ այդ դարակաշարերում հայկական ապրանքները լինեն, բայց ինչու հայկական արտադրողները նաև դրան զուգահեռ եվրոպական շուկայում չեն հաստատվել, ձեր կարծիքով ո՞րն է եղել հիմնական խնդիրը կամ խնդիրները, որովհետև մենք մասնագետներից շատ տարբեր կարծիքներ ենք լսում, այնպես չի որ բոլորը 2-3 խնդիր են ասում, բոլորը տարբեր բաներ են ասում, ձեր կարծիքը, քանի որ գործարարների հետ շատ եք շփվում եւ ինչ կարող էր անել կառավարությունը կամ պետական ծրագրով ինչ պիտի աներ, որ չի արվել։ Տեսեք, այստեղ դե ասեցի, բիզնեսը ինքը հեշտի է գնում։ Որտեղ լեզվի հարց է, կապերի հարց է, բարեկամության 2 միլիոն հայերի հարց է, այնտեղ կապերը, որոնք մեծ մասը նաեւ գործարար է եւ ասենք ավելի հեշտ օգնեցին, բայց դրա հետ մեկտեղ ասենք դու գիտեք թվերը, որ ասենք Եվրոմիության գնացողը կես անգամ կրճատվավ եւ Ռուսաստանի կրկնակի ավելացավ, եթե ոչ ավել, այսինքն այս տարիների ընթացքում բիզնեսը գտավ հեշտ ճանապարհներ։ Իսկ կենտրոնացվածությունը ավելացավ։ Բայց այդտեղ կարար ինքը լներ, որտեղ մենք որ ասում ենք եվրոպականը չի նշանակում, որ ինքը մենակ թանկա լավ է այդ շուկան։ Եվրոպական ես 8 տարի, ասեցի մասնակցել եմ բավականին մեծ քանակի եվրոպական ցուցահանդեսի Ռիգանա, Սիալնա, Փարիզնա մի քանի անգամ, Քյոլնա, Անուգանա մի խոսքով։
այդ ցուցահանդեսներին մասնակցել ենք եւ ուսումնասիրել եմ Ստոկհոլմը, բանը եւ ուսումնասիրել եմ գները։ Մեր գները բավականին բան են, եթե չասեմ բարձր, գոնե բավականին, բայց որպեսզի դու մտնես այդ շուկան, հա, եվրոպական 450 միլիոնանոց շուկան, քեզ պետք է ստարտ տվի որոշակի բան։ Եվրոմիությունը բավական ծրագրեր արավ, բայց ես ասում եմ լավ արդյունքների հետ եւ ունեցավ ոչ արդյունավետ։ Օրինակ օրգանական գյուղատնտեսության մեջ, որ ես կամ կայի կներեք, որտեղ դուրս եմ եկել արդեն, ինչ էր, բանը բավականին մեծ գումարներ ծախով, այսօր ոչ մի հայկական ապրանք օրգանական չի մտնում Եվրոպա։ Առաջ մտնում էր։ Հիմա չի մտնում այդքան գումարներ ծախսելուց հետո, որտեղ ես քանի անգամ զգուշացրեցի, որ պետք է վաճառքից սկսենք, արտադրենք այն ինչը որ վաճառելու հնարավոր է։ Եվ այսօր ինչ գնում է, արդեն խնդրեցին, քանի որ իմպորտորն ներկրողը պետք է ունենա սերտիֆիկացված օրգանիկա, սերտիֆիկատ եւ պետք է գումար վճարվի։ Դրա համար ասեցին հանեք եւ մերոնք էլ ստիված այդ նշանը, կանաչ նշանը եվրոպական օրգանիկ հանեցին արդեն։ Եվ ցավոք այդքան փողը չտվեց արդյունք։ Եւ սկսեցին այն բաները, օրինակ ես ինքս արտադրել եմ բավականին օրգանական ջեմեր, մուրաբաներ, բաներ, որոնք գնացել են Շվեդիա կամ Փարիզ բան։ Ես ինքս հանեցի, որովհետեւ ոչ մեկին պետք չէ, որովհետեւ այն ներկրողին պետք չէր այդ օրգանիկը։ Ինքը թանկացավ, ինքը պետք է իզուր փող տար։ Եվ երկրորդը մեր սխալը գնաց, որ մենք սկսեցինք աշխատել հայկական եւ ասենք SNG-ի խանութների հետ, այսինքն Եվրոպայում սկսեցինք այդ խանութների հետ աշխատել։ Իսկ դրանք այդքան մեծ չեն։ Այսինքն մենք ունենք 100 օրինակ պահածո արտադրող, եւ այդ մարդը պետքա վերցնի 2-ին, 3-ին է, լավ 5-ին է վերցնի, բա մնացածին է։ Մնացածը գնաց Ռուսաստան, որը ավելի հեշտ էր, այսինքն չկարողացանք մտնել հենց իրանց համակարգային խանութները հիմնականում։ Kaufland բան, հա, ասենք այդ բանը Lidl եւ այլ։ Հիմա նոր արդեն այս սրանից հետո նոր սկսել ենք ուղիներ ման գալ, ասեցի ես 2 ամիս առաջ, որ գասում արեցի ցուցահանդես 40 բրենդ տարա փորձում ենք ապել։ Օգուտ տալիս են ցուցահանդեսները պարոն Մարության։ Նայեք, ես ասեցի մոտ երևի 40-50 միջազգային ցուցահանդեսի մասնակցել եմ։ Ես ուղղակի սովորել եմ, որ ոնց պետք է անենք։ Հիմա այդ փորձը Բայց դերը մասնավոր են, չէ՞, դրանք պետական ցուցահանդեսների։ Ես պետականների եմ մասնակցել։ Պետականների։ Հա, պետականների եւ Եվրոմիության ITC ծրագրով, որը բավականին եղածների մեջ ամենահաջողը ITC-ն էր, այս ծրագիրներ, որը ասենք ավելի լավ գիտելիքներ, նաեւ կապված դիզայնի հետ, մարքեթինգային բաների հետ, ուսուցումների հետ, բավականին արդյունավետ ծրագիր է։ Եվ հիմա սկսենք տարբեր երևի ոլորտներից, որովհետեւ որ չխառնվի իրար, հա, կամ ոլորտներ կամ երկրներ, որ թեման սկսենք քննարկել, որ ավելի հետաքրքիր լինի։ Սկսենք այս պահին, որ ոլորտներն են ավելի շատ տուժել, որ արտադրությունները, խոշորները, փոքրերը ինչ վիճակում են, եւ փորձենք հասկանալ դուք որպես ՀԿ-ի հիմնադիր, որը շփվում է նաեւ բոլոր բիզնեսների հետ, կառավարությանը ինչ առաջարկներ եք արել, ինչ եք դուք առաջարկում։ Ուրեմն տուժվող ոլորտները դե երևի արդեն պարզ է, դա ձկնարդյունաբերությունն է, հա, գյուղատնտեսություն, թարմաթեր, բանջարեղեն եւ այլն։ Այդ թվում նաեւ ասենք հիմա Ծիրանը կարծես թե կլիման ինքն էլ երկու հետաքրքիր հանգամանք եղավ, բերք եղավ քիչ, գին եղավ բարձր։ Ինչի գին եղավ բարձր, որովհետեւ շատ տարօրինակ բաներ սկսեցին աշխատել հայկական Ծիրանի անունը, Ծիրանի մասին եմ ասում, հա։ Եվ ասենք, էլի մեծ մասը անկեղծ ասած գնաց ռուսական շուկա, գնաց Վրաստանի անվան տակ, թուրքականի անվան տակ, գնաց Իրանականի անվան տակ եւ ինձ թվում է նաեւ ադրբեջանականի անվան տակ, որտեղ հիմնական մեքենաները վերջում սկսեցին աշխատել իրանական բեռնատարները, որոնք Ադրբեջանով տարան Ռուսաստան։ Այսօրվա մասին է խոսքը։ Հա, այսօրվա մասին է խոսքը։ Եվ ասենք մի քանի իմ գործընկերներից Ծիրանի այգիներ ունեցողներից, որ զանգում են, ասում են հիմա ոնց ենք անում Ծիրան ուղարկենք, ասած ասում էլ խնդիր չունենք, ամենակ ցածր գինը 600-ն է։ 600 դրամով տանում են։ Իսկ հենց տարի մինչև 200-250-ը հասել, էլի, այսինքն ինչ որտեղ այն բանը բնության հետ այդ քիչ ելնելու հետ մի քիչ գինը բարձր է։ Հա, եթե գինը ցածր է, Ծիրանը մի քիչ արդեն որոշակի գնաց, հետո հասկացանք։ Հիմա գալիս է լուրջ, որ լավ բերքալնելու, դա դեղսնագի, լասնակի, ռասնաբանը, որ արդեն էլի խնդիրներ է, որ սովորելն ու լոլիկը բանը։ Լոլիկը արդեն գնից երևում է ինչ վիճակի, որովհետև շուկայում
Միանգամից իջավ։ Անկեղծ ասած, իմ մոտ մի մտավախություն էլ կա, ես թվերը կոնկրետ ինֆորմացիայի պակաս ունեմ, որտեղ այն լոլիկը, որ գալիս է արտահանվել է, եւ ես չգիտեմ դա իսկական մենակ հայկական է եղել, թե նաեւ իրանական կամ թուրքական եղել, ցավոք։ Իրական ես դրա համար եմ ասում, մի հատ պետք է հասկանանք մենք ռեալ ինչ ունենք։ Մենք մեկ էլ տեսնում ենք սրանից 5 տարի առաջ ասացին 300% աճ ունենք, ես իմ ինչի, մի օրվա մեջ ոսկու վերամշակման աճ ունենք 14 անգամ ինչ վերցնես, դրա համար այդ թվերից ես վախենում եմ։ Ինձ պետք է ասած տնտեսություններով հասկանալ վերջը ինչն է մերը եւ ինչ անենք, որ մերը դուրս գա։ Ես դեմ չեմ դրսից որ բերում ենք, իհարկե միանշանակ, եթե գայս է Պարսկաստանի նուրը եւ Հայաստանում դառնում է նրան հյութ եւ գնում է ամբողջ աշխարհ, իդեալական է, դա օրինական է, թույլատրվում է, կարան գրենք, հա, սրան միանշանակ կողմ եմ, բայց որ ասենք գա ապրանքը գնա եւ ինչ որ թղթեր ու պիտակներ փոխվի, դրա իմ խոսքը դրան եմ ես դեմ, էլի։ Հիմա կեղծվում է, էլի արտահանման պատկերը այդպես կեղծվում է։ Ինքը հա էլի նորից հետ ես գալիս ու ես հասկանում վերջը ինչ է սանկցիաների պատճառով, սրա պատճառով, ասենք Ռուսաստան Ուկրաինա կռվի պատճառով, թե Իրանի սանկցիաների պատճառով, այնքան բաներ է ինքը գործոններ են ազնում, որ հարկավոր է ուղղակի ճիշտ առաջինը ունենալ ճիշտ տվյալներ։ Առաջինը դա։ Ինֆորմացիայի պակաս ունեք, որ իրավիճակը ճիշտ գնահատեք։ Անկեղծ ասած, կարծեմ բոլորն էլ ունեն, որտեղ ասենք թվերը, ասենք ռեալ թվաբանությունն է ինձ պետք։ Ասենք իշկանա մտե, իշկանա դուրս եկե, որ հանրդեղից նա հանենք, տնանք իշկանա հայկականը գնաց։ Ոլորտներով, հա, ասենք, ձուկը։ Ձուկը շատ ես ասեմ, անկեղծ ասեմ, բոլորը զարմացած են Հայաստանի ձկնորսների այս հաջողությունների վրա։ Այս վերջերս Բուրգաս տարել էի մեր ֆիրմաներից մեկին, որը սև եւ կարմիր խավիար էր ներկայացնում եւ իդեալական համով, իդեալական ստուգումներով գինել մի 3 անգամ եվրոպականից ներքև։ Նույն խավիարները, այսինքն սա մեկ։ Հիմա սրա վիճակը ոնց է ձկան հերթով ասեմ, որովհետեւ ունենց հաստատվել այդ բոլորի մեջ եմ։ Երեք խոսել եմ ձկան հետ կապված Եվրոմիության ներկայացուցիչի հետ Կարենի Ազարյան։ Մնացել է օրենսդրական մի 10-15 օրվա բաներ, պարլամենտում պետքա այս արտահայտությունում քննարկում, ենթահորոստական երկու եւ մոտապես մի 15 օր հետո 20 հետո ոնց են ասում, եթե այտենց հաջողությամբ գնաց, արդեն վերջացնում ենք Եվրոպան պատրաստ է ընդունելու։ Այսօր խնդիր չկա, բացել է լոգիստիկայի հարցը լուծված է։ Թե լոգիստիկան թույլատվության հարցն է լուծված։ Անցած տարվանից Եվրոպան պատրաստ է ընդունելու արդեն ձկնամատեր։ Եթե դու ունես համապատասխան գրանցում այդ եվրոպական ռեեստրում։ Իսկ մեր արտադրողները պատրաստ են հաշվարկները ինչպես է ձեռնտու է արտահանելը։ Հա, ձեռնտուն բոլոր դեպքերում, այսօր դե տեսեք ինչ արտահայտություն կա։ Այսօր մի քանի լավ են, որ ասենք ստանդարտներին համապատասխանող ֆիրմաների հետ, ձկնաբուծարանների հետ ես որ խոսել եմ, տնօրենների, հիմնադիրների հետ, իրանք խնդիր ունեն, որովհետև ամեն օր պետք է կերակրեն եւ բանը ձկնաբուծարան կա, որ $10,000 օրը մենակ պետք է կերի տա։ Այսինքն վիճակը։ Հիմա այդ փողերը որքանի որ արտանում կանգնած է Ռուսաստանի, արդեն ինքը այդ կերը չի կարող տա։ Եթե կերը չի կարող, արտահայտություն կա, ձուկը հետ է գնում, այսինքն 2 կիլոնը ձուկը դառնում է 5 կիլո։ Այս էլ մի խնդիր է, այսինքն հրատապության այս խնդիրը շատ լուրջ է։ Եվ դրա համար ասենք պետք է այս ուղղությամբ ամենաարագ ձևի աշխատենք, էլի, դաժե եթե ասենք այսօր այդ գերշահույթներն էլ չկա, գոնե վաճառվի, որ կարողանան ինքը չփակվի ձկնաբուծարանը։ Դրա համար ես ասացի Եվրոմիության բանը, հա, այդ օրենսդրականը սատում է եթե մերեք խոսել, մեր Հայաստանի, իրանք պատրաստ են հենց օրենսդրական այդ բանը լինի, ակտ լինի, որովհետև մինչև այդ չեն կարա, իրանք պետքա դա հաստատված լինի կառավարության։ Իրանք սկսեն ստուգումները կարա տևի մի շաբաթ, հա, ասենք դու հայտ ես տալի, գալիս են մի շաբաթ ստուգում են, հա, այդ հսկիչները բաներ, իրանք էլ են շատ շահագրգռված, որովհետև ճնշում կա, էլի, բնականաբար։ Արագ տալիս են այդ թղթերը, որ կոմոտի անալիզները ամեն ինչը նորմալ է, հա, ձկան այդ մեջի կերվան, այնտեղ հազարատ քիմիական բաներ կա։ Դրանից հետո արդեն սատման գրանցում է իրանք եվրոպական այդ ռեեստրում։ Եվ դու կարաս արդեն արտահանես, այսինքն այս վիճակի վրա է, այս վարկյանի դրությամբ։ Մրգերի մասով ասեմ, բանը բանը այդ միրգ բանջարերեն թարմի մասն Եվրոպա մտնելու համար տեսեք ոնց է։ Կարծես թե մեր ֆիտոն հերիք է օրենքով, ֆիտոսանիտարականը, բայց այստեղ գալիս է հավի ձվի պատմություն, այսինքն ներկրողը վախենում է վերցնի փողը տա, որովհետև կարող է մեջը
ծանր մետաղներ, պեստիցիդների բանի նորմալ շատ լինի։ Ներկրելուց հետո հետազոտվի։ Այդ ապրանքը արտահանողն էլ է վախենում այդ նույն պատճառներից, որ կարող է իր մոտ այդ բաները շատ լինի։ Ու սենց ոնց որ կանգնավ էս։ Ո՞վ պիտի ռիսկի գնա այս դեպքում։ Հիմա ես տարբերակ ասեցի, հիմա արդեն Եվրոմիության բաներ եկել են այստեղ փորձագետները սկսել են աշխատել, այդ 3-4 հատ մոտապես բան է, այդ անալիզները տալու։ Հիմա մեր լաբորատորիաները կարող են տան անալիզ։ Բայց այստեղ մի հատ հասարակ բան է։ Տեսեք, անալիզը տվեց, սա տարավ, այնտեղ սահմանից ստուգեցին, մի բան չեղավ։ Էլի բերը թափեցին։ Հիմա ես Այսինքն կարող է մեր մոտ պատասխանները ամեն ինչ նորմալ լինի, հասցի դուրս նորմալ չի։ Ու այս ընդհանուր վախն է, որ կանգնած է ապրանքը։ Հիմա մի տարբերակ արդեն ինձ ասեցին եւ փորձագետները։ Գուցե ինչ-որ խմբականակներով տանել փոքր։ Չէ, փոքրի դման չկա, ինքնաթիռով գնում է, Դավիթը Գերմանիայի տանում է մի 5 տարի, այդ 20-30 ֆուրը եղավ Լևանցկու Լեհաստանի որ գնաց, դրա համար մեր գործընկերներից Նիկան Մանուկովան ստացվավ այդ բաները, ստուգումներով բաներով արդեն Global Gate կոչվում է սերտիֆիկատը հատուկ, որ այդ դրանց համար արդեն սա սկսեց գնել, այսինքն սա սկսեց աշխատել այդ ուղղության վրա ծիրանները ֆուրերով արդեն, հա։ Բայց բոլոր դեպքերում սենց է, որ սա էլ է լուծվող հարց, անկեղծ ասած։ Ես տարբերակ ասեցի մինչև այդ, ասի թող լաբորատորիան պայմանագիր կնքի, ես մի ենթադրենք բեռնատար ծիրան եմ ուղարկում։ Տանում եմ այսքեզ բեռնատարը, ստուգի, որտեղից ուզում ես ծիրանը ստուգի։ Եթե դե ինձ թուղթ տվեցիր, որ իմ մոտ այդ բաները, անալիզները նորմալ է, ես պայմանագիր եմ կնքում, տանում եմ։ Եթե պարզվի, որ դրա մեջ մի բան է ինչի, ուրեմն դու իմ փողը կտաս մեքենայի։ Բնական է, դու փող ես չես տանում անալիզների համար։ Ինքը ռիսկովն է ամենի, բայց տարբերակ է, ամեն մեկը թույլ համար պատասխան տա։ Պատկերացրեցիք, չէ՞։ Դուք ստուգեք ինչ ուզում եք, բոլորը ապահովագրված են արդեն։ Ստուգի, խնդրեմ, ասել ես ենթադրենք։ Մեր գործարաններն ունեն այդ կարողություններ այդպես բանակցելու, խոսելու, հիմնական տեսեք ոնց է, ասենք մի քիչ անջրպետ կա երկուսի բիզնեսի եւ պետական համակարգի մեջ։ Տեսեք, պետական համակարգը մաքսազերծման համար Եվրոպա, եթե ապրանք ես ուղարկում, ինքը փոխհատուցում է, չէ՞, մաքսազերծման տոկոսը։ Բայց 90% միջին ֆերմերները բաները, որոնք ապրանք են, իմ գործընկերները ապրանք են ուղարկել Ֆրանսիա բան, չրեր կամ բանա, այդ փողերը չեն ստանում, որտեղ ասենք դե ասենք ֆերմերը բանը Հոկտեմբերյանի ենթադրենք գյուղում, այդ մարդը սարքել է, բան ուղարկել է եւ այլը, մինչեւ դա նորից թողի գործը, պետքա գա նախարարություն, թղթեր ներկայացնի, էսի պակաս է, էսի ավել անդեղից թուղթ պետքա գա։ Ես փորձեցի բանել ասեմ, էլի նախարարին էլ 2-3 հանդիպում ունեցել եմ Պապոյանի հետ, էլի, որ ասենց մի պատոհան սարքենք, ստանդարտ ինչ որ բյուրոկրատական, հա, էլի մի քիչ բան չլինի։ Հա, թեժ գիծ, բան չէ, այդ ձև չի լինում, չէ։ Հիմա մինչև անգամ ես եմ ուզում այդ ձև մի կառույց ստեղծեմ, որ ասենք իրանք թղթերն ուղարկեն, մի անգամ ուստանք ինչ որ ծառայության վարդ, մինչև իրան այդ բանը ունենան, էլի։ Իհարկե, ասենք կա, մոտնում ես կայքում, կարաս կայքից անես գրես, բայց բոլոր ֆերմերները չեն, էլի, որ ասենք պատրաստեն էլեկտրոնային փոստով, այդ թղթերով, մղթերով, այնտեղից ստացված բաներով։ Մեկը էլի կանեն մի օր, բայց այս րոպեին իրանք եթե կա հնարավորություն, որ այն մեծերը ստանում են այդ փողերը, ունեն համակարգ, ունեն ծառայություններ, ունեն բան, կարողանում են, այն փոքրերը սկի հաշվապայ չունեն, ասենք էլի, պատկերացնեք, կամ ասենք 20,000, 30,000 հաշվապային տալիս են բան outsource-ի բանի համար, որ բան անեն, էլի, մի կերպ ասենք բան անեն։ Դրա համար ինքը այս անջրպետը պետքա վերանա, պետական եւ ֆերմերների հատկապես միջինը փոքր է։ Հիմա հույս ունեմ, որ ասենք այս նոր բաներով կառույցով, ես չգիտեմ ինչա ստեղծվել, բայց երևի ինչ որ տիպային բան կստեղծվի, էլի։ Ծիրանն էլ, հա, մրգերը կարծես թե հասկացանք, հա, արդեն։ Հիմա երկրորդը ինչ է կատարվում բաների հետ, ասենք, կոնսերվացիան։ Ռուսաստանը կարծես թե չի փակե կոնսերվացիա առայժմ։ Բայց դրա փոխարեն մի քիչ ավելի բան է իմ գործընկերներից օրինակ, որ ձեր հետ մեր Արտյոմը կա, հա, Թադևոսյան, Սանլանդը, ասենք նույնպես ստուգումներ անում, մեքենաների ստուգում, որ ասենք օրինական լրիվ, ասենք արհեստական խոչընդոտ է։ 10 օր կարող անալիզ եմ անում եւ այլն եւ ներկայացում է հաշիվ։ Օրինակ եմ ասել դա վճարման հաշիվը, որը արդեն դարձնում է արտահանումը կոնկրետ, չնայած դա արգելված չի, բայց արդեն աննպատակ հարմար է դարձնում։ Այսինքն դա էլ ոչ պաշտոնապես։ Դրա հա, օրինական է լրիվ, օրինական բաների մեջ է, էլի։ Հիմա տեսեք, կապված սկսենք Եվրոպայից։ Սա մի հատ էլ հետաքրքիր բան կա։
կան Մոլդավիան եւ Ուկրաինան արտանման շուկաներ, որոնք Հա, իմիջիայլոց շատ ինչի ավելի միայն հեշտ Եվրոպան են։ դիտարկում։ Հա, չէ, ես դրա համար դա եմ քննարկում, որովհետեւ Մոլդովան ինքը շատ լավ պլատֆորմ է երկուսի համար էլ։ Այս վերջերս վեցօր գնացի, հանդիպեցինք Ռումինիայի դեսպանի, Բուլղարիայի դեսպանի հետ, նաեւ Մոլդավիայի մեր գործընկերների հետ, եւ կարծես թե երեկվա տվյալներով ստացվում է Մոլդավիայում բազավորվել հայկական ապրանքների։ Ես աստծո առաջին գնենք, սպասում եմ այսօր ընկերոջս վերադարձին եւ կարող այնտեղ ինչ որ շատ մեծ ծրագրեր սկսենք, այսինքն այն ծրագրերը, որ կա կապված հատկապես ԶԿ բանի հետ, Մոլդովան դառնա պլաստդարմ, որովհետեւ գիտեք, Եվրոմիություն սենց ասում ենք, չէ՞, որ Եվրոմիությունը ինքը հազար տեսակի բաներ ունի, ստանդարտներ ունի մտցնելու եւ այլեկից մյուսը, էլի մենք այդ աստիճանի պատրաստ չենք անկախ նրանից ինչ, բայց Մոլդովան Եվրոմիություն չի, բայց միևնույն ժամանակ բավականին բարձր է, դա հիմք է տալի մեզ ոնց որ փորձ կուտակելու Եվրոմիության համար, դրա համար Մոլդովան ես դիտում եմ որպես ինքը պլաստա։ Եվրոմիությանը մոտենալու ճանապարհ։ Հա, Մոլդովան, որովհետև եւ կապերն է շատ լավ եւ ընդեղի մեր հայկական համայնքի ղեկավարը շատ եռանդուն, շատ հայրենասեր։ Ուրեմն Կարենը Հովանեսյան բավականին աշխատանք է տանում, շատ հենց այս ուղղությամբ։ Նույն ձև ասենք հանդիպում եմ ունեցել 3 օր առաջ ուրեմն Ուկրաինան, ինչքան հասկացա, որոշակի Եվրոմիության ազդակներով Հայաստանում բացել է իր ներկայացուցիչ առևտրի պալատը։ Ներկայացուցիչ արդեն ունի, մի շաբաթ առաջ հանդիպեցինք, քննարկեցինք, երեք չեմ իսօր, երեք Հայաստանի առևտրի պալատի հետ հանդիպեցինք պրեզիդենտի եւ Մոլդովան պատրաստ է օգնել, այսինքն ոնց ինքը օգնեց Վրաստանին, գեհիշեք 2008 թվականին Ռուսաստանը փակեց, բան Ուկրաինան բացեց լրիվ բաները Վրաստանի համար եւ այդ ժամանակ շատ մեծ օգնություն էր գինից բռնած։ Նույն ձև իշքան հասկացա կա ցանկություն Ուկրաինայի կողմից հայկական ապրանքների անունը դրեք քաղաքական ոչ քաղաքական հարցի մի կողմն է, բայց պատրաստ է նաեւ լավ աշխատանքի դեպքում, իսկ Ուկրաինան բաց շուկա չի։ Բավականին լավ շուկա է, հայկական ապրանքին ծանոթ են, մեր տղաներից էլ ընդեղ աշխատում են Հայկ Հավաքյան, Դավիթը նորմալ շատ լավ գործարար տղաներ կան, որ սկսում են։ Ուղղակի պետք է նաև մասնավոր սեկտորն էլ մասնավոր կամած ինչ որ բաներ անում է, բայց կարող է այստեղ պետք է պետական սեկտորն ավելի ակտիվ լինի։ Օրինակ պետական դուք որպես գործարար, մնացած գործարարները ինչ եք ակնկալում այս պայն պետական սեկտորից, որովհետև ինչ որ դուք թվարկեցիք, դա անում եք դուք, մասնավոր գործարարները, դա ոնց որ մասնավոր հաջողություններ են, բայց ոչ ընդհանուր եւ ոչ բոլորը կարող են այդպես բանակցել, գնալ, խոսել։ Տեսեք, բանը այդ ես ասացի, այսքան տարիների փորձից ունելով մի 3 կետեր կան, 4 հատ որ դե ասեմ ինչն է որ ինչ որ հաջողությունների հասել ենք, հա։ Դա Ղազախստանն էր, 2 տարի Made by Armenians-ով մասնակցեցինք մեր բրենդով հայկական ապրանքների, մինչև այդ 2 ապրանք էր այնտեղ, Ջերմուկ եւ Նոյանը։ Մասնակցեցինք 2 ցուցահանդեսին տարանք մոտ 15 բրենդներ, այսօր մոտավորապես մի 30 բրենդ արդեն աշխատում, արտանում ունենք։ Իջևանն, Աթենքն է, որը մեր միջոցով է գնաց է։ Կիլիկյանն էս վերջերս այս տարի որ տարանք, մի խոսքով, Արեգի եւ այլ այդ Սմելովը սկսեցին աշխատել արդեն նորմալ Ղազախստանը շատ լավ շուկա էր փաստորեն։ Գնացինք, այսինքն մենք ձևը գտանք, դա B2B տարբերակն է, ոչ թե գնում ենք այստեղ կանգնում ենք, ասենք, Gulfood-ը օրինակ մոտավորապես 5000 ներկայացնող է։ Արտադրանքը պատկերացրեք, հա, Դուբայում։ Եվ մենք ինչ որ մի հատ բանում կանգնած լավ թե վատ, մինչև մեզ հասնա, որտեղ այն լավ տեղերը շատ թանկ են։ Թուրքիան եւ այլ այն կենտրոնները միանգամից վերցնում են այն հզորները, ու մենք գնում ենք եսին որտեղ նույնիսկ համարյա բոլոր ցուցահանդեսներին։ Չհաշված։ Բայց մենք դա չի հարցը, այսինքն սա պետք է լինի կոնկրետ թիրախավորված, գնում ենք հանդիպման, մինչև այդ պայմանագիր, ուղարկում ենք բաները, պրեզենտացիաները, նմուշներ ենք ուղարկում, բան ենք ուղարկում, գնում ենք այնտեղ արդեն ցուցահանդեսը պետք է լինի իսկական, միայն ձեր սեղմում, պրոտոկոլն է, արդեն մինչև այդ դու պետք է պայմանավորված լինես, սա ամենալավ հաջողն է, եւ երկրորդը կոնկրետ հայկական ապրանքների բանով պետք է գնանք, հիմա ես Բուրգասում արեցի դա, չեմ ասի ես շատ գոհ եմ արդյունքներից, բայց բոլոր դեպքերում 7 երկրներից էլ կանչեցինք, սկսել են աշխատել արդեն 6 ֆիրմա, արդեն ներկայացնում են իրանց ապրանքը, պայմանագրերը կնքել են, ելի շարունակելու ենք։ Իմ առաջարկները կոնկրետ կապված այս րոպեի հետ։
Առաջինը ես համաձայն եմ մեր Արտեմիդ Թադևոսյան, դա ես գրել եմ նաև եւ արտգործնախարարության եմ թեգարը եւ վարչապետին եւ մարմիններին, հա, բան էկոնոմիկայի նախարարին։ Մեզ պետքա առաջինը, հիմա էլ եմ ասում, պետքա այդ ամեն երկրում եւ Եվրոմիության դեսպանին էլ ասեցի, հա, եւ Ֆրանսիայի դեսպանին, մեզ պետքա ամեն երկրում մի հատ ցանց Եվրոմիության, ընդհանուր միջին ցանց, որ ասենք հեչ դժվար չէ, որ ցանց նկատի ունի առևտրային հայկական ապրանքների։ Տեսեք, չէ, սովորական ցանց, որտեղ մի հատ հայկական ստենդ դրվի։ Սովորական պատկերացրեք Զովքական, հա, Երևանցի մի հատ ստենդ է ավելանում հայկական ապրանքների։ Այսինքն ցանց իր բոլոր առևտրի կետերում լինեն հայկական ստենդներ։ Հա, բայց միջին ցանց, չեմ ասում են գիգանտներից կամ բանից էլի։ Այսինքն, եթե Հայաստանի դեսպանները այդ երկրի, Եվրոմիության դեսպանները ստեղ գտնվող, հայկական համայնք, հանձնակատարը, բիզնես մտնող, ընդհանրապես ամի երկրում մի հատ 100-150 խանութ ունեցող ցանցապետ։ Եվ ստեղ դնենք մի հատ ընդհանրապես ստենդ։ Սա մեկ։ Ինչ կտա դա։ Սա կտա արդեն դա մոտավորապես 1000 ստենդ, լավ պայմանական 10 երկիր ասա։ Դա մոտավորապես 1000 ստենդ, 1000 ստենդում եթե դու դնում ես ապրանքները, դա ճանաչելիություն է բերում, վաճառք է բերում, ինչ բերում։ Հետո արդեն սկսվում են հասկանալ, որ սա արդեն հայկական է։ Որտեւ ասենք մեջը որ դնում են, այն մեջերի մեջ, ասենք մի բան հայկական ալում, այդ այնքան դժվար է, որտեւ իրենք համերի բան կա։ Չի տարբերակվում։ Հա, հետո քիմքերի խնդիր կա, բան կա։ Հիմա մենք սովորացնում ենք առաջինը էս, որ էսի Հայաստանը։ Դա դժվար բան չի ամբողջ Եվրոմիության համար, ընդհանրապես մի հատ ստենդ, մի երկրում մի հատ ստենդ։ Այո, հատկապես երբ որ քաղաքական հայտարարություններ են անում, եկել ընդհանրապես այդ են լայնը հայտարարեց, այո։ Հա, տեսեք, նոր ասենք դրանից հետո երկրորդը ես ասացի ստեղի համակարգելն է, սերտիֆիկացիա, ասենք չափեր, դիզայն, բան, ստեղ արդեն համապատասխան հաբով որ աշխատի, ասենք մի հատ հասկանանք ինչ ենք ուղարկում, կամ որոշ ապրանքներ թող դառնան միասնական մի հատ բրենդ, ոնց որ ասենք 20 հատ բան արտադրող է, հա, ասենք լավ չի ասեմ, այդ 20-ը իրան, բայց իրար հետ հավաքում ես մի ֆուր ապրանք չունեն։ Դրա համար միգուցե հա, ծավալի խնդիր կա եւ ասենք կա ոնց հա չափեր կալիբրովկա բանման գույն բանման էլ որտեղ ես ասում եմ շատ ցուցահանդեսներ մարդիկ ուզում են մի գույնի մի չափի մի բանով դիզայնով ապրանք բայց ցավոք մեր մոտ սենց է մի այգուց համարյա մի ձևի չկա ուր մնաց որ ասենք ամոթ ճիշտ է այս նոր այգիները ինտենսիվ բան կարա լինի բայց դա բան չի փոխում էլ դրա համար միգուցե ասենք ոչ մեկը չի ասում այս չափը շատ լավ է այս մնացածն է թող գնա Մուրաբայի կամ Վարեննի Այդ խնդիրը, որ դուք նշում եք, ես շատ եմ լսել գործարարներից, որոնք ակնկալում են, որ կառավարությունը պետք է նմանատիպ ինչ-որ բան կառուցի։ Դե գիտեք ոնց, կառավարությունը կառուցելը հեշտ է, ես էլ եմ գրել, կառուցելը դժվար չի, ինչ որ բաներով կառավարությունը օգնի, ասենք, ես գրել էի, ուղղակի չտվեցին, ասենք, Կալիբրովկա, Արագածոտնի մարզում, որ չափերը նույնն է, այս նույնն է, դիզայնը բանը օգնենք, այդ մարդիկ սկսեն աշխատել։ Ինչ որ չստացավ, չեմ ուզում էլ դրան անհատալ։ Մի խոսքով, այդ առաջինը ստենդները հիշենք, որ ասենք, այս վարքյանին ստենդները դնում են, մենք էլ խնդիր չունենք, ապրանքները լցում ենք այնտեղ։ Կլինի խմիչքը, կլինի չիրը, ինչը որ այսօր խնդիր ունենք։ Երկրորդը պարտադիր, բազան։ Եվ ես առաջարկել եմ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, ինչքան հասկացա, ինչ որ մի հատ խոսակցությունները գնացել, ինչի Բուրգաս, որովհետև Բուրգասը 80 կիլոմետր է հեռու Թուրքիայից։ Բուլղարիան շատ դրական է, ես արդեն արել եմ ցուցահանդես այնտեղ մի ամիս երկու ամիս առաջ, շատ դրական է տրամադրված պետական, քաղաքական, մարդկային մակարդակով, ասում ես հայեմ անծանոթ արդեն բուլղարացու աշկը փայլում է, ինքը շատ ջերմ է ընդունում քեզ։ Ինչու Բուլղարիա, բանը Բուրգաս, որովհետև եւ Փոթից են, եւ Բաթումից են աշխատում, պարոմները, հա, լաստանավեր են, որ մեկը գնում է Վառնա, որի սեփականատերը հայ է Վառնայում, եւ զրուցել են եւ գնում է բան Բուրգաս այսինքն եւ լաստանավեր են աշխատում որը բավականին այսօրվա թանկ վառելիքի պայմաններում գին է իջացնում լոգիստիկային հա եւ ինքնաթիռներն են աշխատում մենք կարող ենք այնտեղ ինքնաթիռով ուղարկենք аэроպորտունի եւ եթե այսօր հիմա էլ է Թուրքիայով գնամ Բուլղարիայով ենթադրենք Մոլդավիական բան ապրանք ենք ուղարկում կամ Փարիզ էլի Թուրքիայով գնաց մեր ապրանքը եւ Թուրքիայից 80 կիլոմետր այսինքն եթե մարգարան էլ բացվավ խոսակցությունները արդեն դա 2 օրվա կես արդեն մենք ունենում ենք պահեստ մեր ապրանքը Եվրոպայում այնտեղ ելնում են սառնարաններ մոտ 3000 քառակուսի մի 3000 սովորական պահեստային մի 4000 էլ ինֆրաստրուկտուրա մի հեկտարի ընդհանրապես տեղ որին նախնական համաձայնություն տվել են
Ընդեղ ես խոսել եմ քաղաքապետի բան հետ, ոչ մի խնդիր չկա այդ մարզերում։ Որքան գումար դա կպահանջի, պարոն Մարությանը։ Ես հաշվել եմ 10-ից 15 միլիոն, շատ կոպիտ հաշվարկներ են, բայց այդ է, ասենք, ամեն ինչը։ Դե պատկերացրեք, 15 միլիոնով մենակ սառնարային տնտեսությունում 170 ֆուր կարող է տեղավորվի։ Այսինքն դա ավելի օգտակար կլինի, քան որ հիմա սուբսիդավորում է։ Հա, սեփականատերը կամ տնօրենը ստերից որոշում է, դու մի պալետ ուղարկենք Ռիգա, 2 պալետ ուղարկենք Բրյուսել կամ 2 արկղ նայած ինչ ապրանք կամ մի պալետ խմիչք ստեղ, իսկ այսօր ինչ է կատարում։ Ես ասացի, որ ասենք մի հատ Ֆրանսիա ուղարկել համար 6 ֆիրմա, մինչև այս հավաքական, մինչև սրանք հավաքում են իրենց թղթերը, մինչև ավտոյաջարում 3 ամիս անցնում։ Իսկ այն դեպքում դա մի օր է։ Ընդհանուր մի օրում գնացտեղ։ Սա լավ պետական սեփականություն։ Օպերատորը կարան բան անեն, հա, օպերատորը ընտրեն տենդերով, բանով ոչ մի խնդիր չկա։ Հասարակ բան է դա, այսօր մեր հազարավոր, շատ ասեցի, հարյուրավոր, ասենք ֆիրմաներ, բաներ այդ տնտեսությունով աշխատում են, առաքումներ, բաներ, բարդ բան չկա։ Ուզում ասեմ, շատ պարզ է։ Դրանից մյուս քայլն էլ առաջարկել եմ, ասենք, մի 10 քաղաքում Եվրոմիության ստեղծել բաներ, առևտրային մեծածախ բազաներ, ասենք Վիլնյուսում Սկանդինավիան 3 երկրի համար կամ Մերզբալցեն եւ Մերզբալցեն, ասենք 6 երկրի կենտրոնը դառնում աստեղ 200 քառակուսյանոց բան, հա, շոուրումի պես, ստենդային եւ պարզ սխեմա է 100 ֆիրմա տալիս ընդամենը 100 եվրո, որպեսզի իր ապրանքը այնտեղ ներկայացված լինի ամիսը, դա 10,000 եվրո է, որտեղ արդեն մենեջերներ են աշխատում, տնտեսական, որոնք արդեն գտնում են ցանցեր եւ ասենք դիստրիբյուտորներ բան աշխատել համար։ Դրա համար էլ պետությանը պետք է լինի 5-ից 6 միլիոն, որ դառնա, բայց բոլոր դեպքերում դա դառնա պետական սեփականություն։ Աշխատողները էլի այնտեղ, ես կոնկրետ գրել եմ այն քաղաքները, որտեղ հայերի հետ աշխատում ենք, կամ ասենք բավական գործարար հայեր կան։ Այսինքն ստացվում է դուք կետերով ձեր առաջարկը ներկայացրել եք կառավարությանը, էկոնոմիկայի նախարարությանը եւ կառավարությանը։ Ունեք արձագանք։ Դեռ ոչ։ Երբ եք ներկայացրել։ 15-20 օր առաջ կամ շատ։ Մի քիչ ավել եւ Եվրոմիությանն էլ։ Իսկ ինչ որ անում է այսօր կառավարությունը ձեր կարծիքով օգտակար է, թե չէ օրինակ որ ուղիղ սուբսիդավորում են արտադրողներին, արտահանողներին։ Այս րոպեին ասենք ինքը ցավը մեղմացնում է որոշակի անկեղծ ասած, եթե դուրս է ուղարկե, որտեղ դա ասենք Ռուսաստանի համատեղան։ Ծաղիկների մասով ասեմ խնդիրները, հա, որտեղ ծաղիկներն էլ է շատ լուրջ խնդիր։ Ուրեմն եւ Նիդերլանդիայի դեսպանատան հետ ենք զրուցել եւ Ուկրաինայի եւ արտադրողների եւ բանի, այո, խնդիր կա, այսօր Վրաստանն էլի օգնեց բավականին մեծ քանակի ծաղիկ ինքը վերցրեց, մոտ 6 ֆուր մտել է Ուկրաինա արդեն, ոնց որ լոգիստիկան ձևավորվավ, անկեղծ ասած, բարձրացած ծաղիկը բավականին լուրջ բան է, հատկապես հայկական, օրինակ ինքնաթիռը երեք խոսեցի, որպեսզի օթայինով փորձենք, օթայինով ոչ մի ավիակամպանիա, բացի Flyone-ից, որը շատ քիչ տարավ, համաձայն չի այն փաթեթավորումը, որ հայկական կա ծաղիկների հետ, արկղերի մեջ, sense դրած բանման չէ, իրանք պետք է լինեն ոնց որ պալետներով, sense հատուկ ստանդարտներով պետք է լինեն, որ Եվրոպան ընդունի, ճիշտ է, ինքը շատ լավ հնչում է, որ իրանք պատրաստ են, հա, դիլերների բանում, բորսայում վաճառել եւ այլ եւ այլ, բայց իրականում այսօրվա դրությամբ դա հələ չի աշխատում, անդորում ծաղիկինը մինչ 7 օր է մաքսիմում, հա, 10 օր, այսինքն մեքենան էլ է որոշակի բան խնդիր։ Այնտեղ աֆրիկական ծաղիկները չգիտես ինչ է 2 ամիս դիմանում են, գալիս են Հայաստանում վաճառում են Աֆրիկայից, հա, Մարոկոյից բանից, բայց հայկականը, այսինքն տեխնոլոգիական խնդիր էլ ունենք մենք։ Ճիշտ է, բերում ենք։ Որակի խնդիր հա, դա պետք է վերամշակման խնդիր էլ ունենք, բայց շատ պարզ է այդ, ինձ բացատրեցին մասնագետները, որ դա այնքան պարզ սխեմա է, որ մի հատ բան էլի, որ դա 2 ամիս կյանքի երկարանա։ Նույն բաները կարծես համադրան բան համարժեք դրան մոտիկ ինչ որ բան ունենք մենք նոյեմբերյանի շրջանում գործանը պես մի բան կա, բայց մանրամասն դա է խնդիրը, որ ծաղիկները համատարած էժանացել են։ Հա, դե միանշանակ ինչի մասին է խոսքը։ Ընդ որում ես երեք Տալինի հետ խոսեցի, չէ, որակի խնդիր չկա, մեր շատ լավն է, վերջինս հոլանդականը բերում ենք եւ այստեղ խնդիր էլ կա, դու չես կարող դա, այստեղում է խնդիր կա ծագման սերտիֆիկատ։ Եթե Հոլանդիայից ես տալի ծագման սերտիֆիկատը, սոխուկները, չէ, դա աջեսում, այնտեղ դժվար է գրել Հայաստանում, չէ, ծագման սերտիֆիկատը, լուրջ խնդիրներ կան։ Բայց բոլոր դեպքերում ասեմ, այնտեղ ուկրաինացիները արդեն վերցրեցին ծաղիկները, ուղղակի
իրանք իրանց բեռնատարներով են ուզում արդեն տանել, բնական է, էլի որ իրանց լոգիստիկան էլ աշխատի, բան, Օդեսան մի քիչ խնդիր ստեղծեց, ոնց որ շրջանցեցին Լեհաստանով մտան մերոնք, մի մասն էլ վերևից մտավ, արդեն սկսեց վաճառել, մի հատ էր բան փչացեց աղիքներն էլ Փարքասո 60000 վճարեց այդ ապահովագրական թուրքական կամպանիան։ Դե խոսքով, դա էլ սկսեց։ Լավ բադ ինչ որ գնում է, բայց այդտեղ արաբական աշխարհն էլ պետք չի թերագնահատել, անկեղծ ասած, որովհետև այնտեղ էլ վատ աշխատեցինք։ Ես եղել եմ եւ Էրբիլում, հա, Քրդստան, Իրաք եւ Սաուդյան Արաբիայում ցուցահանդեսը եւ Կայրեի ցուցահանդեսին, դե արդեն էլ Դուբայվանը չասենք քանի անգամ եւ Շանհայվան։ Ամեն ինչ հնարավոր չծախ ժամ, ուղղակի հարկավոր է ձևը ճիշտ մոտենալ։ Սուբսիդավորումը լավ է, բայց ինքը գիտեք ոնց է, այնքանով իշկանով, բայց դա համակարգային խնդիր չի լուծում, ես դրանից եմ վախենում։ Գումարները չգնան մենակ սուբսիդավորման բանի։ Այս 3-4 կետերը, բացի դրանից ես ձեզ ասենք նշեմ, սա մենակ հայկական ապրանքի համար չի։ Մենք ունենում ենք եւ իրանական, ես հույս ունեմ խաղաղությունը կկնկվի։ Ինչ որտեղ Հնդկաստանը դե արդեն ասեցի շատ լուրջ է, Հնդկաստանը մեր կապերը շատ Եգիպտոսն է շատ ջեր մեր հետ աշխատում, մենք արանք օրինակի համար սկսենք խոտաբույսերով, հա 3 անգամ էժանա մեզանից խոտաբույսը հասնում ստա, ասենք նույն ուրցը, հա, հələ մի հատ էլ օրգանիկ է, օրինակի համար։ Նույն հնդկականը, այսինքն բացի մեր ապրանքով, ես ուզում վերականգնեմ նույն հին ազնվական, առևտրական, հայկական այդ բանը ջիղը, բայց մեզ ամենամեծ սխալը, որ հայերին այդ կողմից նեղելն է։ Հենց այդ գաղափարը, որ հայերին առևտրական ջիղի կողմից գործ չունեն նեղել, որովհետև այդ միանգամից ամեն մեկի գլուխը միլիոնի վրա աշխատում։ Ուղղակի պետությունը պետք է այս արագությամբ էլ հասցնի։ Ասում եմ, որ պետք է այնտեղ բազա ունենանք, ուրեմն պետք է բազա ունենանք։ Հիմա ես այդ անկեղծ ասած այս վարքյանին հույս չունեմ, որ այդ իմ ասած այս րոպեին կանեն, միջանկյալ ծրագիր չնայած ես ասել եմ մինչև երումություն դեսպաններին բանը, որ էս է, եթե դուք ուզում եք իրոք օգնեք, եկեք դրեք այս շատ པարզ ծրագիր է, մինչև մտնում ենք Եվրոպա։ Բայց դրա փոխարեն հիմա մենք աշխատում ենք նաև հույս ունեմ, որ բանը կստացվի այսօր եկուց, այդ նույն բազաները ստեղծենք մեր հնարավորության սահմաններում, բայց պետությունը պարտադիր։ Դա ես ասել եմ եւ նախարարին սուբսիդավորումը, ուրեմն առևտրային բաներ, ես այն ժամանակ Դուբայում էի ասում, որտեղ արդեն 2-3 տարբերակ Դուբայում նախարարի հետ քննարկեցինք ցուցահանդեսին, կան այդ մարդիկ, որոնք պատրաստ են եւ տարածքը վեկալեն եւ այնտեղից արդեն բաժանվի արաբական աշխարհ, Սաուդյան Արաբիա, բան, որոնք ես ձեզ ասում, մերոնք շատ լավ անուն ունեն արաբական աշխարհում, հայերը, որպես առևտրական Սաուդիայում բանում, հենց ասում ես հայերն իրանք պատրաստ են, ասում են ձեր կթողենք մենակ ձեր հետ կաշխատենք։ Այսինքն այդ իմիջը որ կա, ինչ ապրանքները հետաքրքրում հայկական ապրանքներից։ Ամեն ինչ կարելի է ծախել, եթե բայց իրանք իմանան հայկականն է, եւ դրա համար եմ ասում, ինքը պետք է լինի առաջինը հայկական մեծածախ բազա, որպեսզի ոչ թե հաճախորդի համար, այլ ցանցերի բաների նկատի ունեմ մեծածախ հենց բազա։ Տեղում ես կարամ ծախեմ, բայց պետք ծախելու եմ մանրածախի գնով։ Այսինքն որ ինձանից տանեն, իրանք իրանց տոկոսը դնեն, վաճառեն, բոլորին ձեր տա։ Խոսքը այդ մեծածախ, ասենք, բանը Ֆրանսիայում բացել է, դրանով փակում է Իսպանիա, ասենք Պորտուգալիա, մեկ գրել են, որ կետերով, որ երկրներն են, ու տեղ այդ կան այդ մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել, պատրաստ են ամեն ինչ անել, որ հայկական ապրանք, ստեղ տեսեք, երկու գործոն աշխատելու, բիզնես, հայրենասիրություն, հայասիրություն, երկուսի դեպքում մարդիկ սիրով մտնում են աշխատանք, եթե դու ասես իրան հնարավորություն, այս երկուսով, բոլորն ուզում են ինչ-որ մի բան անեն հայրենիքի համար Հայաստանում, բայց պետք է նաև լինի նաև բիզնես, իսկ դրա հնարավորությունը լիքն է, այդ իմ ասած կետերով հանգիստ մարդիկ բոլորը կմտնեն եւ փող կաշխատեն եւ իրանք զգում են ինչ եմ ես դրեմ made by Armenians բոլորը ասենք ցանկացած բան հայրի կողմից ստեղծված հա հայրի կողմից կապ չունի ինքը Հայաստանում ես դրսում ես Աֆրիկայում ես ինչը եւ բոլորը սիրով մասնակցում են մենք ագին ներկայացուցիչներ ենք Հնդկաստանում բան տարբեր երկրներում շատ ունենք ու բոլորը սիրով են մասնակցում լավա տեսեք պարոն Մարության միանշանակ Միշտ ու համոզված եմ որ շատ լավ կլինի ուղղակի շատ լավ կլիներ պետությունը հասցներ այս ծրագրերից այնքան պարզա ցավոք այս ասած ծրագրերը որ եթե անել ոչ մի պետք չի արդեն կարանք հաշվենք որ մեր գործն արել ենք Շնորհակալ եմ զրույցի համար խնդրեմ
Հիշեցնեմ, մեր հյուրը Արա Մարությանն էր, որը զբաղվում է արտահանման խնդիրներով։ Մենք զրուցում էինք մեր արտահանողների, բիզնեսմենների ներկայվիճակի մասին, իրենց խնդիրների մասին, ինչպես նաև հեռանկարների մասին։ Եթե հավանում եք մեր աշխատանքը, միացեք հետքի YouTube-յան ալիքին մեր հետագա տեսանյութերը բաց չթողնելու համար։ Կարող եք միանալ նաև մեր Patreon համակարգին, որի հղումը կտեսնեք մեկնաբանություն դաշտում։